Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր Գյումրիում հանդես է եկել մամուլի ասուլիսով վարչապետի մամուլի խոսնակ և քաղաքացիական պայմանագրի ավագանու թեկնածու Նազելի Բաղդասարյանը, Շիրակի մարզպետ և քաղաքացիական պայմանագրի նախընտրական շտաբի պետ Դավիթ Արուշանյանը և ավագանու թեկնածու Քնարիկ Հարությունյանը խիստ դատապարտել են բոլոր այն գործընթացները, որոնք ազդում են արտահերթ ընտրություններում գյումրեցու որոշում կայացնելու վրա, այսպես ասած, ընտրակաշառք են բաժանում։ Փորձում են քաղաքացուց խլել իր ձայնը։ Այն ամենը, ինչ վերադարձվել է 2018 թվականին։ Տեր ենք կանգնելու մեր քաղաքացու քվեին եւ որևէ մեկի մտքով չանցնի, որ Հայաստանի քաղաքացու քվեն կարող են իրենք գողանալ։ Սա պարզ պետք է լինի եւ մենք թույլ չենք տա, որ մեր քաղաքացու հետ հայոյանքով խոսեն, սպառնալիքով խոսեն, հետո ընտանիքի անդամներին առավելապես տղամարդկանց գնան բերման ենթարկվեն։ Հասկանում եք, այս մարդիկ ոչինչ են, իրենց քաղաքական անցյալը ուզում են վերականգնել։ Դատապարտում ենք այն բոլոր գործողությունները, որը գյումրեցուց, մեր ժողովրդից ձայնի իրավունքի զրկել է, ստիպել կամ այլ օրինախախտ միջոցներով մարդու ձայնի վրա ազդեցություն ունենալ։ Մենք ժողովրդավար երկիր ենք, մենք դրա համար պայքարել ենք եւ այսօր ունենք անցկացրել ենք ընտրություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում երբևէ չեն եղել։ Իրենց ձեռագիրը չի փոխվել եւ իրենք շարունակում են նույն տրամաբանությամբ առաջնորդվել նաեւ այսօր, բայց իհարկե մենք շատ կարեւոր հանգամանք հաշվի չեն առել, որ այս տարիների ընթացքում իշխող ուժը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մշտապես պրոպագանդել է ժողովրդավարության արժեքները։ Ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները իրենց խոսքում շեշտել են նաեւ, որ չեն խեղճանա այս կամ այն ուժի թիրախավորումներից։ Ես ամբողջ քարոզարշավի ընթացքում կարմիր գծով անցնում եմ, սիրելի գործընկերներ, դուք եւս հետևել եք, որ տեխնացուներից մեկը ինձ որպես կին թիրախավորել է բուլինգ է ենթարկում։ Իրեն թվում է, թե ինձ կարելի է խեղճացնել այդ բառամթերքով։ Հայաստանը օրինական պետություն է, իրավական պետություն է եւ նման մարդկանց տեղը իրենց ցույց տված սիրելի վայրում է, գաղութում։ Նախընտրական գործընթացներում Գյումրին թեժ է, ինչպես սպասվում էր։ Ցանկացած անօրինական գործընթացի դեպքում էլ կուսակցությունը հորդորում է չլռել։ Շուրջ 3 տարի Գյումրու ավագանու շարքերում ակտիվ գործունեություն ծավալած Ապրիլու երկիր խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը մասնակցելով ավագանու այս արտահերթ ընտրություններին վստահություն է հայտնում, որ լիովին տիրապետում է Գյումրու խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին։ Վերջինս ընդգծում է 3 տարվա գործունեությունը հստակ ցույց է տվել իր սկզբունքային առաջնահերթությունները Գյումրու շահը, որը դրսևորվել է նրա ամենօրյա աշխատանքում եւ քրտնաջան աշխատանքի ու պարտաճանաչության մեջ։ Կոմֆորտ զոնայից ելել եմ, մասնակցել եմ ընտրության, մնացել եմ ավագանի ուրիշ առաջի համարների պես չեմ հրաժարվել, ավականու ակտիվ անդամներից մեկն եմ եղել, այսօր եմ մտել եմ պայքարի մեջ։ Քարոզարշավի ընթացքում Մալխասյանը հաճախ հանդիպել է քաղաքի բնակիչների հետ եւ վստահեցրել նրանց, որ քաղաքական տարաձայնություններ եւ բաժանարար գծեր չեն լինի։ Նա ընդգծում է, որ եթե ընտրվի, իր մոտեցումը կլինի համերաշխ ու միահամուռ, միասին աշխատելու հանուն Գյումրու բարօրության ու զարգացման։ Քարոզարշավը մանկաբարձները ցերի կտարցնեն, շները կստերջացնեն։ Շիրակացի փողոցը դի ասֆալտը սա խոստացել են, բայց դրանից առաջ է, որ մենք ենք կառավարության ուղերձ ենք եղել, մեր տարին լուր էին, հենց ընտրությունն եկավ հիշեցին։ Լավ, կուզեմ ասեմ, որ մենք իրանց լավ համ կուղոշտենք, համ լավ կաշխատենք իշխանություն չունենալով։ Քարոզարշավը կրնանք խոստում տանք, բայց առանց տալու է։ Ես կերնիմ համայնքի ղեկավար թե չէ, ներկայացված կերնիմ ավականում թե չէ, ես հաստատ հետևական կերնիմ, ստեղ զրուցարանը դուք կունենաք, որ ձեր ժամանցը նորմալ կարողանաք իրականացնել։ Իմ խնդրանքը Թոդորս, գնացի Գյումրիցը։ Ապրիլու երկիր կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Մալխասյանը նշում է, նախընտրական ծրագրում անդրադառնում է քաղաքի աղբահանությանը, անօթևանությանը, թափառող կենդանիներին, գերեզմանատներին, հանրային տրանսպորտին, զբոսաշրջությանը, անվճար մանկապարտեզներին վերաբերող խնդիրներին։ Մալխասյանն անդրադառնում է նաև ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցին։ Միաժամանակ կարևորում որդեգրած սկզբունքներն ու քաղաքի շահը, փաստում է Ապրիլու երկիր կուսակցությունը երբեք չի համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ։
Շնորհակալ եմ սաղից վերաբերմունքի համար։ Դա Աստված ով իշտ լավ բարի ծրագիր ունի Գյումրի զարգացնելու իր ծրագիր ունի, բոլորը կարողանան իշա այդ ամեն ինչը ծառայեցնել Գյումրում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշարք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական ոստիկանությունից եւ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա։ Ստացված տվյալների համաձայն ընտրողին առաջարկվել է ընտրակաշարք Գյումրիի ավականու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավականու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների եւ այլ գույքի ձեռքբերման գումար խոստանալու մասին։ Մինայ սոցիալ փող կֆեռա, բայց սուր մասին հեչ մարդ չիմանա էլի, գորգիր։ Ամբես մարդունի սոր խոսքիենով 100% գիտես օրա եշտակ կնդրե։ Ձեով հետո կստարեմ, հա, բես չոր։ Մինայ թեզ մերը, թերը, գորգիր, ժամար գիտես իշխեցպես եմ, ով փող տվա իրանը կնդրե, դեպս է։ Համի քանին ընդրությունները չի եղել, ամեն ինչով քեզ կօգնեն։ Սոնարը խոսքի նայ կնասի մեծ, հա Հեդեն բերելած է չոգի, կամ այդ մարդուն փողը չտաս, այդ փողը դնես չէ բետ, որ ես կան մարդ կա, ուրա խոսքի ծենը, կան ծեն կա, իրանքի փողը կուդաներ, ինչով օգնենք սեզիս, մենակ ձայնով եթե կրնակ, տարազների ինչով կրաստու բանեն ես, կրնանք մենք ֆինանսավոր ենք, սենք տարվա մեջ 2 տարազ է պետք կորկարվի, այդ տարազների կումար մենք տեղ։ Երեկվա քեզի հարց ինչ եղավ։ Դրել են վայ, դեռ նայենք ինչը։ Որտեղ ես դրի Սևիա։ Երեք ես մայլեն ֆրապի ես մեր ցուցակում կարելի։ Այսօր է Սևիան դի ֆրան։ Թե կուզես դու արի։ Ելի դուրս մի այդպես փեդը գտերի։ Կանջեցի քրիսինսի կնա դուրելի կանի փեդը բրիպին։ Երևի մի կուբում կար բացից։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քրեական ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու եւ դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականon գործընթացը խաթարող հակաօրինական գործելավոճից եւ հավաստիացնում, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու եւ չեզոքացնելու ուղղությամբ։ Միաժամանակ կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիներից հայտնելու եղանակով։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փորձել են ազդել որոշման վրա, քաղաքացու քվեի վրա եւ իրավապահ մարմինները պետք է գործեն եւ ես կարծում եմ, որ գործում են օրենքի ողջ խստությամբ։ Այս մասին ազգային ժողովում ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը անդրադառնալով Գյումրիում անցկացվելիք ընտրությունից առաջ ընտրակաշարք առաջարկելու դեպքին։ Եվ իրավապահ մարմինները պետք է գործեն եւ ես կարծում եմ, որ գործում են օրենքի ողջ խստությամբ։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրության իրավունքի վրա ոչ օրինական ճանապարհով։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, որ ընտրությունից 2 օր առաջ, այսինքն ինչ, եթե ընտրությունից 2 օր առաջ մարդիկ մարդկանց փող են բաժանում, մի կապ փայտ են բաժանում, պետք է աչք փակենք, գլուխները տալու ենք պատերին բոլորի, ովքեր փող են ուզում բաժանեն մարդկանց եւ գնել մարդկանց ուրեմն քվեն։ Շուրջ 5000 հոգու շրջանում հարցում է անցկացվել եւ պարզվել է, որ բուհերի ուսանողների, դասախոսների, գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցների շուրջ 0.3%-ն է, որ հեծանիվ է օգտագործում իր ուսհաստատություն կամ աշխատավայր հասնելու համար։ Հարցվածների 3.2%-ը նշել է, որ կուզենար հեծանվով հասնել աշխատավայր կամ ուսհաստատություն, ինչը ցույց է տալիս, որ պատշաճ ենթակառուցվածքների ձևավորման եւ հեծանիվների կիրառումը խրախուսելու պարագայում հեծանվով տեղաշարժվող քաղաքացիների թիվը կարող է էապես աճել։
Այս մասին կառավարության մարտի 27-ի նիստին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման ուղղված որոշման նախագիծը։ Մասնավորապես կառավարությունը առաջնահերթ է դիտում հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանումը, եւ եթե նայում ենք մի քանի պարզ ցուցանիշների, դա շատ ակնհայտ երևում է։ Մասնավորապես կարող ենք տեսնել, որ 18-ի համեմատ մենք ավելի քան 10 անգամ ավելացրել ենք մասսայական սպորտին ուղղվող պետական հատկացումները հենց այս թիրախը ունենալով։ Պետք է նշեմ, որ 2021-ից ներդրվել են մասսայական սպորտին նոր միջոցառումներ, մասնավորապես վարչապետի գավաթի 5 մրցաշարերը, որոնք նպատակ ունեն զարգացնել եւ խթանել հանրության մասնակցությունը տարբեր մարզաձևերին, նաեւ մրցաշարերը կազմակերպելով տարբեր մարզային բնակավայրերում նպաստել այդ բնակավայրերի տնտեսական աշխուժացմանը։ Նախորդ տարի այս մրցաշարերին արդեն իսկ մասնակցել է ավելի քան 9600 մարդ, որը նախորդ տարվա ցուցանիշից 48%-ով ավելի է։ Նախորդ տարվանից մենք 3 մրցաշարեր վերափոխել ենք դպրոցական ձևաչափի, սեղանի թենիսի, թիմային խճուղավազքի եւ հեծանվավազքի, նպաստելու նաեւ դպրոցականների շրջանում սպորտով զբաղվելու եւ ֆիզիկական առողջ ակտիվության ցուցանիշներին։ Պետք է նշել, որ դպրոցական հեծանվավազքի կազմակերպման եւ դպրոցականների շրջանում հեծանի վարելը խթանելու նպատակով նախորդ տարի ավելի քան 6500 հեծանիվներ են գնվել եւ տրամադրվել մեր հանրապետության բոլոր դպրոցներին, կազմակերպվել են նաեւ վերապատրաստումներ հեծանիվների ճիշտ շահագործման եւ գրագետ կիրառության համար։ Այս քաղաքականության շարունակությունն է ֆիզիկական առողջ ակտիվության խրախուսման շրջանակներում ներառել նաեւ բուհերի եւ մկու հաստատությունների սովորողներին եւ աշխատակիցներին, նրանց եւս խրախուսելով դիտարկել հեծանիվ վարելու հնարավորությունը ոչ միայն որպես նախասիրություն եւ ֆիզիկական առողջ ակտիվություն, այլ նաեւ սեփական առօրյան կազմակերպելու միջոց։ Օրինակ, իրենց աշխատավայր կամ ուսումնական հաստատություն գնալու, գալու, առօրյա այլ հարցերը կազմակերպելու տեսանկյունից։ Հարգելի գործընկերներ, մենք ըստ էության ինչ ենք ասում այս որոշման նախագծով, մենք այն ուսանողներին եւ դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվով գնալ դասի եւ վերադառնալ տուն կամ հեծանիվը օգտագործել որպես տրանսպորտային միջոց, կառավարությունը պատրաստ է աջակցել այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով։ Այսինքն քանի տոկոսն ենք մենք սուբսիդավորում, տիկին։ 16% է տարեկան դրույքաչափը եւ այդ ամբողջ հատվածը սուբսիդավորվելու։ Այսինքն զրոյացնում ենք տոկոսը։ Այո։ Տոկոսը զրոյացնում ենք բոլոր այն քաղաքացիների, ներողություն, ուսանողների եւ դասախոսների համար, ովքեր պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց։ Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար, նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմընդունելության համար, նշելով, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր այցով։ Իմ տունն է, որը պետության աջակցությամբ կառուցվում է, հիմա բետոնային աշխատանքները կատարել ենք, երևի մի 4-5 օրից արդեն կշարունակենք, հեսա տուֆերը բերել ենք, մնում է ավազ եւ ցեմենտ։ Կարենը վերջին 15 տարին Ռուսաստանում էր ապրում, 1 տարի առաջ է եկել հայրենի բերքաբեր։ Ընտանիքով մինչև հիմա հայրական տանն են ապրում, եղբոր ընտանիքի հետ։ Նոր տուն կառուցելու վաղեմի ցանկությունը հնարավորություն դարձավ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով։ Շինարարությունը սկսել է անցած տարվա նոյեմբերին, իր ձեռքերով է կառուցում։ Օրերը տաքանալու հետ ասում է գործը ավելի արագ առաջ կգնա։ Մեր տունը իմ ձեռքով եղբայրս օգնելով մենք մեր ուժերով կառուցում ավելի շատ հպարտություն է, որ այս քարը դրի, մեզնից լավով կսարքի մեր տունը, ոչ մեկը։ Նույնն էլ է ձեր մեր գյուղը, մեր հայրենիքը։
Նորակառույցի հարևանությամբ 1000 քառակուսի մետր տնամերձ հողամասում 3 ամիս առաջ հիմնել է նաև այս այգին 600 հոնի տնկիներով։ Այս հարցում էլ աջակցել է տնամերձ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը։ Պետության օգնությամբ հոնի տնկիներ են տնկել, կաթիլային ոռոգում միացրել, 3 տարի պարտավորություն վերկալել, մշակեն, ջրեն, մասնագետներ եկել իրանց տեխնիկայով, իրանց ուժերով լրիվ տնկիները բերել, տնկել, շուտով երևի մի շաբաթ 10 օրից արդեն ողբոջները ելնեն։ Այգու խնամքը կստանձնեն 3 տարի հետո, բայց Կարենը գրեթե ամեն օր գալիս հետևում է։ Իսկ առաջին բերքը կհավաքեն մոտ 2.5 տարի անց, թերևս կհամընկնի բնակարանամուտի հետ։ Սահմանամերձ Բերքաբեր գյուղում նորակառույց տներով նոր թաղամասը շարունակում է ընդլայնվել։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին։ Ըստ պետքարտուղարության հաղորդագրության Մարկո Ռուբիոն Հական Ֆիդանի հետ հանդիպմանն Անկարային կոչ է արել աջակցել Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղությանը։ Ռուբիոն նաև ընդգծել է երկկողմ առևտրում գրանցված առաջընթացը, հորդորել ավելի սերտացնել շփումները տնտեսական ոլորտում։ Ըստ պետքարտուղարության նա ընդգծել է համատեղ ուժերով Սիրիայում կայունությունը խթանելու կարևորությունը։ Անդրադարձ է եղել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին։ Մարկո Ռուբիոն անհանգստություն է հայտնել վերջին զարգացումների հետ կապված։ Թուրքիայում բարդ շրջան է, հարկավոր է լինել համբերատար եւ սառնասիրտ, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը մեկնաբանելով հակակառավարական ցույցերը։ Մենք չենք տրվել ուսադրանքներին, չենք գնա ճանապարհով, որը կարող է ավարտվել աղետով։ Նրանք փորձում են թաքնվել երիտասարդության մեջքի հետևում, քողարկելու սեփական սխալները, նշել է Թուրքիայի նախագահը։ Նա մեղադրել է ընդդիմությանը փողոցներում ահաբեկչությամբ զբաղվելու համար։ Ստամբուլի քաղաքապետի կալանավորումից հետո Թուրքիայում զանգվածային ցույցեր են, դրանք ուղեկցվում են բախումներով։ Պաշտոնական տվյալով բերման է ենթարկվել 1500 քաղաքացի։ Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ, սակայն տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ Իմամօղլուն համարվում է առաջիկա ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Նաեւ կալանավորումից հետո Էքրեմ Իմամօղլուն հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից, հայտնի է, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել ընդդիմադիր Ժողովրդի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նուրի Ասլանը։ Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Եթե Համասը հրաժարվի ազատ արձակել մեր պատանդներին, մենք ավելի հզոր ճնշում կգործադրենք, նախազգուշացրել է Բենյամին Նեթանյահուն։ Նա հավելել է, իսրայելական ուժերն ավելի շատ տարածքներ կզավթեն եւ այլ բաներ էլ կարվեն, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնի, ասել է Նեթանյահուն Քնեսեթում։ Վարչապետը նաև հայտնել է, որ Գազայի հատվածում աննախադեպ երթեր են տեղի ունենում։ Նրա խոսքով մարդիկ ցանկանում են, որ Համասը հեռանա։ ՑՀԼ վերսկսել է Գազայում ռազմական գործողությունները մարտի 18-ին, բացի օդային հարվածներից իրականացվում են ցամաքային գործողություններ։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին։ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի թիվը հասնում է 50,000-ի, վիրավորներինը 114,000-ի։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Էր-Ռիադում բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել ռուսական եւ ուկրաինական օբյեկտների ցանկի շուրջ, որոնք ժամանակավորապես չպետք է ենթարկվեն հարձակումների։ Ըստ Կրեմլի դրանք են նավթի վերամշակման գործարանները, նավթա եւ գազատարները, պոմպակայանները, էլեկտրաէներգիայի արտադրության եւ փոխանցման ենթակառուցվածքները, ատոմակայանները, հիդրոէլեկտրական ամբարտակները։ Ըստ ռուսական կողմի մորատորիումը գործելու է 30 օր, սկսած մարտի 18-ից։ Այն կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Էներգետիկ մորատորիումը լավ քայլ է առաջ, հարկավոր է շարունակել այս ուղղությամբ ջանքերը, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, ուկրաինական ուժերը գիշերը հարվածել են ռուսական էներգետիկ օբյեկտներին։ Ուկրաինական կողմն էլ հայտարարել է, չնայած Մոսկվայի պնդումներին, որ ռուսական ուժերը մարտի 18-ից չեն թիրախավորում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը, ուկրաինական կողմը վերջին օրերին առնվազն 8 հարձակում է արձանագրել։ Կիևը մեղադրել է Ռուսաստանին պատերազմը ձգձգելու համար։ Ռուս-ուկրաինական կարգավորմանն է անդրադարձել Դոնալդ Թրամփը, հայտարարել այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել։ ԱՄՆ նախագահը մեկնաբանել է Սև ծովում ուժի կիրառումը բացառելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ հեռանկարը, որ այդ ռեժիմը կարող են վերահսկել ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ այլ երկրներ, այդ թվում Թուրքիան։ Կա թշնամություն եւ ատելություն, այնպես որ մարդիկ կհետևեն եւ կմիջնորդեն, շեշտել է Թրամփը։ Նա տեղեկացրել է, որ իր վարչակազմն ուսումնասիրում է Սև ծովում հրադադար հաստատելու համար Կրեմլի պայմանները։ Խոսքը
թիվը 5-ից 6 պայմանի մասին է մանրամասնել է նա։ ԱՄՆ նախագահը նաև չի բացառել, որ Մոսկվան ձգձգում է հրադադարի համաձայնությունը, սակայն համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Վաշինգտոնը Կիևին հազվագյուտ մետաղների մասին նոր մեծ համաձայնագիր է առաջարկում, հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին հավելել, դեռ բոլոր մանրամասներին չի տիրապետում։ Սակայն ատոմակայանների նկատմամբ վերահսկողության մասին խոսք չկա, ասել է նախագահը, շեշտել, Զապորոժիայի ատոմակայանն առանց Ուկրաինայի չի աշխատելու։ Իդեպ ԶԱԵԿ-ի համատեղ կամ առանց Ռուսաստանի շահագործման տարբերակը բացառում է նաև Մոսկվան։ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը եւ Մոսկվան քննարկում են ուկրաինական տարածքների հարցն առանց Կիևի։ Նա ընդունել է, որ տարածքների թեման եղել եւ մնում է ռուս-ուկրաինական կարգավորման ամենաբարդ խնդիրներից մեկը։ Նոր ճանապարհների կառուցում, բուրակների ու բակերի բարեկարգում, մանկապարտեզների հիմնանորոգում, լուսավորության ցանցի ընդլայնում։ 2024 թվականն Իջևան համայնքի համար աննախադեպ է բնորոշում համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Անցած տարվա կատարված աշխատանքների, ձեռքբերումների ու թերացումների եւ նախագծվող աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիս էր հրավիրել Իջևանի համայնքապետը։ 2024 թվականի կատարողականը Իջևան համայնքում աննախադեպ էր։ Երբևիցե Իջևան համայնքում այս ծավալի աշխատանքներ չէր իրականացվել։ Միայն 26 օր ծրագրերով կատարած աշխատանքների բյուջեն կազմում է 724 միլիոն դրամ, որից համայնքի ներդրման բաժինը 290 միլիոն դրամ է։ Այդ աշխատանքներն ասֆալտապատման աշխատանքներ, սալիկապատման աշխատանքներ, մանկապարտեզների վերանորոգում, գազաֆիկացում, կոյուղագծերի կառուցում, բուրակների բարեկարգում, այգեհի հիմնման աշխատանքներ, ոռոգման եւ ջրամատակարարման ցանցի արտիականացում, ասֆալտապատվել է 30,000 քառակուսի մետր տարածք, որի երկարությունը կազմում է 5 կիլոմետր։ Սալիկապատվել է մոտավորապես 5,000 քառակուսի մետր տարածք, վերակառուցվել է Խաշտարակի եւ Գանձակարի մանկապարտեզները, գազաֆիկացվել են Աճարկուտ, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերը։ Այստեղ կարևոր է նշենք, որ մեր իրականացված ծրագրերից ամենակարևոր ծրագիրն էր 2024 թվականին, քանի որ այս 3 գյուղներ մնացել, որ գազաֆիկացված չէր ընդհանրապես, ոռոգման եւ ջրամատակարարման ցանցի արտիականացումը իրականացվել են Խաշտարակ եւ Ազարշեն բնակավայրերում։ Այգեհիմնան աշխատանքները իրականացվել են Խաշտարակ եւ Բերքաբեր բնակավայրերում, ասենք որ այս ծրագիրը կառավարության կողմից ներդրված պիլոտային ծրագիր է, հույսով ենք, որ կունենա շարունակություն։ Կատարել ենք նաև տանիքների վերակառուցման աշխատանքներ։ Տարվա մարտահրավերն էր գարնանային հեղեղումները, որի հետևանքով մասնակի վնասվեց Իջևան համայնքի Խաշտարակ գյուղի կամուրջը։ Գյուղի կամրջի վերականգնման աշխատանքներն ըստ համայնքապետի նախագծման փուլում են։ Խաշտարակի կամուրջի հարցը նախագծման փուլում։ Իսկ աղետների հետևանքով վերացման աշխատանքներ կատարվում են, դեռ չեն ավարտվել, երևի տեսած կլինեք գետի մաքրումը գինուգործանի կողմից միջև համալսան տեղ մաքրվել է, կշարունակվի դեպի կայանավան, միջև այդ հատված։ Չնայած կատարված աշխատանքներին դեռ չլուծված խնդիրներ կան։ Արթուր Ճաղարյանը հավաստում է, որ խնդիրներին տեղյակ են ու դրանք լուծում են ըստ առաջնայնության։ Բնակիչներին կասեմ, որ քիչ-քիչ հարցերը կլուծվեն, իրանք էլ են, ասենք, կինատաշկի առաջին իրանք էլ են դնում, որ առաջնահերթ ավելի կարևոր խնդիրներ են լուծում։ 2025 թվականի ծրագրերն արդեն նախագծված են։ Համայնքապետարանը սպասում է վերջնական հաստատման։ Ծրագրերի հիմքում գործընկերությունն է, համայնք պետություն, համայնք հասարակություն կապի պահպանումը։ Միտեղ հողային աշխատանք ու շարվող եզրաքարեր, մեկ այլ հատվածում դուրս բերվող ծառարմատներ, շենքերի բակերից ապա մոնտաժվող ցանկապատներ, Սիսիան քաղաքի լայնածավալ բարեկարգումը մեկնարկել է։ Տրակտորների ձայնն ու ճանապարհաշինարարների առկայությունն ուրախացրել է հատկապես թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։
տարիներ շարունակ մենք այս փողոցները ուղղակի ծածուկ անցնում ենք, մտածելով ինչ հագնենք, որ ուղղությամբ գնանք, որ մի քիչ մաքուր հասնենք մեր աշխատավայր, իսկ հիմա շարժ կա, ուրախ ենք շատ, որ այս ասֆալտապատումը տեղի է ունենալու վերջապես։ Քաղաքը տեսքի կգա, ինքը շատ հնագույն պատմություն ունեցող քաղաք է, ուղղակի անհարմար է, որ այս վիճակում լինի։ Վերջապես շարժ կա, տեսնում ենք մեքենաները աշխատում են, չգիտեմ, քաղաքակիրթ կերպով կապրենք։ Համայնքի ղեկավարը շրջում է մեզ հետ, հատ-հատ ցույց տալիս նորոգվող ու նորոգվելիք փողոցներն ու այգիները։ Ասում է աշխատանքները դժվարացնում է այն, որ հրապարակների մի մասը մասնավորինն է։ Այս հրապարակը, որ մենք գտնվում ենք, անցել է Սիսիան համայնքին, պայմանագիրը միակողմանի լուծարել ենք, սեփական տիրոջ հետ պայմանավորություն ձեռք բերելով, այստեղ պլանավորում ենք կառուցենք շատրվաններ ու այգի։ Սա քաղաքի սիրտն է, քաղաքի կենտրոնն է։ Բազմաթիվ բնակիչների խնդրանքով բազմաթիվ տարիներ ի վեր այս խնդիրը եղել է, պլանավորված է երկող շատրվաններ, նստարաններ, այգի լինի եւ մեծերի եւ փոքրերի եւ երիտասարդների համար բազմաֆունկցիոնալ այգի լինի։ Ու պլանավորված է երկող շատրվան լինի գույներով։ Տեսնենք ոնց կհաջողվի։ Ինձ թվում է բնակիչների սրտով կլինի։ Սիսիանի Գետափնյա թաղամասի գրեթե բոլոր բակերը հիմնանորոգվում են։ Հովսեփ Հարաքելյանի խոսքով բնակիչները առանց դժգոհելու համաձայնել են, որ 3 տասնամյակ առաջ բանջարանոցի վերածված շենքամերձ հատվածները գեղեցիկ զբոսայգիներ ու խաղահրապարակներ դառնան։ Աշխատանքները Նարդոս փողոցում կավարտվեն նախատեսվածից շուտ։ Լոռեցի Աշխեկը վստահեցնում է, աշնանն արդեն Գետափնյա թաղամասն անճանաչելի կլինի։ Հիմա այս պահին կատարվում է եզրաքարերի, եզրաշարերի աշխատանք են կատարում Նարդոս փողոցում։ Խաղադաշտի մոտ հողային աշխատանքներ են կատարում մի քիչ ներքև մեզնից։ Եզրաքարերը կվերջացնենք, արդեն կսկսենք մայթերի աշխատանքները, կալոդեսներ կա, որը պետք է բարձրացվի, որը իջացվի ու կամաց կնախապատրաստենք ասֆալտբետոնի։ Ինչ կտեսնենք։ Վերջում շատ գեղեցիկ ճանապարհ կտեսնեք, որ բոլոր ժողովուրդը, երեխաները դպրոցի սաղ գոհ շնորհակալ կեղնեն։ Սիսիանի բարեկարգումը կատարվում է սուբվենցիոն ծրագրով։ Նախագծի բյուջեն 325 միլիոն դրամ է։ Աշխատանքներն իրականացնում է Սիսիանի Բոատ ընկերությունը։ Ավարտը 2025 թվականի նոյեմբեր է, բայց իրենք ավելի շուտ են վերջացնելու, որովհետև հողային աշխատանքները սկսած են եղել դեռևս անցած տարվա նոյեմբեր ամսից 2024 թվականից։ Նույն աշխատանքները կատարում են նաև Ազոյան փողոցում, որոտան 1, 3, 5, 7 շենքի հետևի հատվածը եւ բակային հատվածներում աշխատանքները ընթանում են շատ լավ, արագ ժամանակի մեջ, անընդհատ ես այցելություններ եմ կատարում ու տեսնում եմ օր-օրի փոխվող իմ քաղաքը։ Իսկ հետագա ծրագրերում կան նաև 5 ասֆալտապատման ծրագրեր, որոնք միջգերատեսչական փուլում են արդեն, գրեթե հաստատման փուլում են, տարվա ընթացքում արդեն մրցույթները կհայտարարվեն, երբ որ կառավարության կողմից հաստատվի։ Սիսիանցիներն անհամբեր են փոփոխությունները տեսնում են, գնահատում, բայց ուզում են, որ արդյունքն ավելի տեսանելի լինի, որ իրենց խոսքով քաղաք մտնողը հիանա։ Շրջապատը արդեն ամեն ինչը մաքուր է։ Հիմա հերթը հասնում է մեր շենքերի մոտ։ Հեսա կգան մեր շենքերի մոտ էլ ամեն ինչը կանեն, ասֆալտապատում, բան, ամեն ինչը։ Ես շատ ուրախ եմ։ Դա հագին տարիներ է, որ շինարարական աշխատանքները չի կատարում, թաղերում, խոսքը շենքերի, բակերի մասին է, բայց նոր արդեն սկսել են, ասենք թե մեր 5-րդ միջնակարգ դպրոցի մոտից մի քանի, ասենք թե թաղեր արդեն սկսել են աշխատանքները ու ինձ անձամից թվում է, որ նորմալ արդեն աշխատանքները կկատարվի։ Շուտով ամառ է Սիսիանից Երևան ու տարբեր երկրներ մեկնած երիտասարդները հավանաբար գոնե 1 ամսով վերադառնալու են ծննդավայրի զովությունը վայելելու։ Տարեց քաղաքաբնակները նրանց կոչ են անում ընկերներին էլ հրավիրել ու ցույց տալ ծաղկող քաղաքը։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 18-ին ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր-Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նարդոսի փողոցի ոսկու առևտրի սրահում մի անաձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր, վճարելով $600 կեղծ թղթադրամներ։ Ընդունվեց հաղորդում, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ նույն օրը նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև
անհատ ձեռնարկատեր մեկ այլ 70-ամյա կնոջից, կրկին վճարելով $600 կեղծ թղթադրամներ։ Տուժած ձեռնարկատերերը ներկայացրել են կեղծ թղթադրամները։ Հետագա միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին ամուսինները հայտնաբերվել եւ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի հատկանիշներով։ Վաղարշապատի համայնքային ոստիկանների միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Մարտի 17-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Opel Magnishi մի մեքենա։ 39-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչափուն զանգվածով փաթեթներ եւ կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին եւ տեղափոխել համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հաջորդը մարտի 20-ին էր, երբ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Chrysler Magnishi մի մեքենա։ 31-ամյա վարորդը պարեկների բանավոր պահանջով ներկայացրել է հոգեմետ 13 դեղահապ, նաև մահակի նմանվող առարկա։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը մարտի 24-ին էր, երբ նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են BID Magnishi մի մեքենա։ Պարեկների բանավոր պահանջով մեքենայի 31-ամյա վարորդը ծխախոտի տուփի միջից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված սպիտակ բյուրեղանման զանգված եւ հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրանյութ է։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով վարորդը տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Կրիստալի քաշը 3.7 գրամ էր։ Վարորդը նաեւ ներկայացրել է գաղտնի փականով դանակ։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։